Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, չի եղել մի վարկային ծրագիր, որ այստեղ բուռն չքննարկվի, եւ չի եղել մի վարկային ծրագիր, որին մենք կողմ արտահայտվենք։ Եվ բնականաբար դա ինքնանպատակ չի եղել այդ դիրքորոշումը, որովհետեւ բոլորս էլ ցավով մտածում ենք, թե ինչ է լինելու մեր վերջը։ Այսինքն երգիր, որը գնալով կրճատվում են աշխատատեղերը, երգիր, որը գնալով նվազում է, ասում է կենսամագարտակը, խոսքը վերաբերում է, որ գնալով մարդիկ ավելի են աղքատանում, երգիր, որտեղ գնալով ավելանում է արտագաղթը։ Եթե առաջներում Գյումրի քաղաքից էր շաբաթը մեկ ավտոբուս ուղևորվում, Շարլ Ազնավուրի հրաբարագից, նույնիսկ հանրահայտ հայ որդին է ցավով նայում, թե ոնց են ավտոբուսներով լքում մեր երգիրը, հիմա արդեն արտիգից ավտոբուս է մեկնում, ամեն շաբաթ։ Հիմա այս վիճակում բնականաբար մի հարց կա, ով է վարկերը փակելու։ Իհարկե մեր ժողովուրդը, իհարկե մենք, իհարկե մեր երեխաները։ Եվ այս տեսանկյունից թե որտեղից, այդ հայ է մնում հարցականի տակ, չկա ռեզերվներ։ Եվ պատահական չէր, որ ես դեռ բյուջեի կատարողականը քննարկելուց, երբ հարց տվեցի, այստեղից պատասխան հնչեց, որ նույն բանն է, ինչ տարբերություն, թե իրավաբանական անձը, երբ չի կարող սպասարկել վարկերը, գնում է սնանկացման ճանապարհով եւ ի վերջո լուծարվում է, նույնն էլ երկրի հետ է կատարվելու։ Եվ այս տեսանկյունից խիստ մտահոգիչ է իրոք, որ եթե առաջներում գնալով մենք վերցնում ենք ավելի շատ արդոնյալ վարկեր, հիմա վարկերի 60%-ը ոչ արդոնյալ վարկեր է։ Ավելի ռիսկային երկիր ենք մենք դարձել վարկ տրամադրելու համար։ Սա ավելի է դժվարացնում սպասարկումը վարկերի։ Եթե մենք առաջներում նմանվում էինք եւ սնանկացման process-ը դժվար կլիներ, այսինքն շատ շատերը նմանեցնում են երկիրը բաց բաժնետիրական ընկերության, գնալով դարձանք ՍՊ։ Հիմա արդեն իսկ ասում են, որ ԱՑ ենք, շատ հեշտ կլուծարվենք սնանկ ճանաչվելուց հետո։ Այս տեսանկյունից կարծում եմ, որ մտահոգիչ է։ Այն, որ պետք է ճանապարհներ կառուցել, իհարկե պետք է։ Այն, որ պետք է արդյունավետ օգտագործենք վարկային միջոցները, դա նույնպես պետք է։ Այն, որ պետք է որակ ստանանք, դա նույնպես պետք է։ Բայց ասում եմ, աշկը տեսածից է վախենում։ Եկեք ուշադրություն դարձնենք շուրջ 500 միլիոն, 68, դե 76 միլիարդ, որից շուրջ 62 միլիարդը ուղղվեց Գյումրի քաղաքում բնակարանաշինությանը, անօթևանության խնդրի լուծմանը։ 500 միլիոն վարկ էր։ Եվ արդյունքում ինչ տեսանք, որակ, բոլորս գիտենք, թե ինչ որակի մասին է խոսքը։ Հիմա հյուսիս հարավ ավտոմայրուղին, ամենալավ հատվածը վերցրեցինք, կառուցելու տեղը քանդվեց։ Եվ ինչ ստացանք արդյունքում, այստեղ իմ գործընկերն անդրադարձավ, այո, նախկինում ավելի լայն էր այդ ճանապարհը։ Երկկողմ ամենալավ հատվածը քանդեցինք։ Եվ հատվածից սկսենք, հիմա որ շարունակում ենք, սկսենք այնտեղից։ Սկսենք դեպի Թալին, աշտարակ Թալին հատվածից։ Վերջում կանեինք սա։ Միգուցե փող չէր լինի, գումար չէր լինի եւ կանք կառնեինք այս ասֆալտապատ ճանապարհը, այսպես էլ կմնար։ Հիմա հյուսիս-հարավը տեղյակ եք, չէ՞ որ շարունակվելու է ասֆալտապատումով, այսինքն այս բետոնը չարտարացրեցին, այն ծախսերը շատ է եւ մնացած հատվածները դեպի Մեղրի եւ այլն, դա ասֆալտապատ է իրականացվելու եւ պարոն Արաքելյան, եթե հնարավոր է անդրադարձեք, այո։ Դե մինչեւ վերջ այդ 400 քանի կիլո 400 կիլոմետրն ամբողջությամբ լինելու է բետոնապատ։ Ինչ եմ սա ասում, որովհետև էլի հսկայածավալ գումարների արդյունքում ինչ ստացանք, որ որակ չկա։ Էկիպիրով է աշխատում, մի օր բացվում է, մի օր փակվում է։ Երկրորդ բացվում է, մի օր է փակվում, կամ հակառակ մի օր բաց է, երկրորդ փակ է։ Մարդիկ են արդեն չգիտեն ոնց գնան, այդ նշաններն ասում են չգիտենք։ Ասում են լավ է, վերջացրեցինք այս կողմը, այդ կողմը փակվում է, մյուսն է բացվում, մյուսը փակվում է, այն է բացվում, չգիտես, մի խոսքով էս մի քանի տարի մենք ընկել ենք կրակ ու պատժի մեջ, միշտ ասում ենք, Երանի են օր է ժաբավենը կկդրենք, է ժաբավենը երբ եք կդրենք, քանի ամիս առաջ, բայց արդյունքում ինչ ենք ստացել, արդյունքում ստացել ենք, որ ճանապարհը չի գործում, այն օրը գյումրեցիներից մեկն ինձ ասում է, պարոն Մաշկայրյան, ես մեկ ինքնաթիռ նստելուց եմ խմում մի քանի բաժակ, մեկ էլ հյուսիս-հարավ ավտոճանապարհի այդ հատվածը, աշտարակ Երևան, որ գիտեմ պետք է հասնեմ կամ հակառակ, այդտեղ եմ խմում։ Որտեվ ասում է այնքան շատ է, եթե մի քիչ է
արագությունը եւ այլն, որ ասում է չզգամ։ Ես չգիտեմ, ասում են գնաց հանձնաժողովը նայեց։ Բա ես չգիտեմ, մենակ մեր մոտ է թե այդ մեքենան հատուկ մեքենա է, որ այդ անհարթությունները որ կա։ Կներեք տեղ կա նամանավանդ Գյումրիից գալուց։ Այս հագարակ կողմում նամանավանդ այդտեղ մի քիչ է տեղը, իսկ դեպի Երևանից աշտարակ գնալուց այդտեղ ավելի շատ է այդ հատվածը, այն որ ասում են ոնց որ ցին է ստաց դինը, այդ ճանապարհի վրա։ Առավել եւս արագության տակ ավելի շատ է զգացվում այդ ցայնը։ Հիմա ինչ այդ բետոն է, ինչի քանդվեց, ինչի այդ կան անհարթ։ Մի խոսքով չեմ ուզում մանրամասը շեղվել, բայց այդուհանդերձ այդ ամեն ինչի նկատի ունենալով կարծում եմ, որ այսօրվա դրությամբ պետք է մենք խստագույնս ուշադրություն դարձնենք այս միջոցներին։ Ամեն լումայի վրա պետք է մենք ցավանք, թողանք, եւ ես սա չեմ ասում, որ կոնկրետ մի անձից կամ մեկ նախարարությունից է կախված, ես ընդհանուր եմ ասում։ Եվ այսօրվա դրությամբ, գիտեք, երբ խոսում ենք այդ թունելների մասին, քիչ առաջ ես զրուցում եմ գործընկերոջ հետ, հիշում ենք դերկոմունիստական ժամանակաշրջանի այն հայտնի թլիկ վարորդի անեկդոտը, երբ ասում է ինձ կտանես Կիրովական, ասում է քուր ջան, ոնց տանեմ, թունելով թե առանց թունելի մի խոսքով, նպատակ ունենալով, որ ոնց որ թունել մտնելուց ուժս կինոյի այն սարսափ ներկայացնող մի տեսարան մտնես։ Առավել եւս երբ այնտեղ ցայնային ազդանշան են տալիս, մեքենաները շարված, դա մի փոքր ասում է չուզեցա շեղվել, բայց այդ անեկդոտը հիշեցի։ Իրոք պետք է կառուցենք, իրոք պետք է բարելավենք, բայց այսօրվա դրությամբ արդյոք նպատակը հարմար է, որ տասնյակ միլիոններ մենք ծախսենք, բայց արդյունքում ստանանք մի այնպիսի թունել, որը նույնպես ասում է պետք է մի ամիս գործի, մի ամիս փակենք, վերանորոգենք։ Սա է, որի վրա ես ուզում եմ, որ մենք լրջագույնս մեր ուշադրությունը դարձնենք։ Եվ գիտեք ինչ, հիմա խնդիր է առաջանում, մի պահ կանգ ես առնում եւ մտածում ես աշխատատեղերի մասին, որի մասին չխոսվեց։ Եկեք բոլորս մտածենք, ես ավելի շատ Գյումրի քաղաքի այն հաջորդ վարկային ծրագիրը, որ փողոցների ասֆալտապատման հետ կապված, այսինքն ճանապարհների վերանորոգման համար պետք է տրամադրվի։ Ես հիշում եմ, թե ինչպես տասնյակ հազարավոր գյումրեցիներ շարունակեցին արտագնա աշխատանքի մեկնել, երբ 4-5 տարի այդ հսկայական վարկային միջոցներն օգտագործին Գյումրի անօթևանության խնդիրը լուծելու։ Ինչ է պատահ, եկեք ձևը գտնենք։ Նույն վիճակը նաև Լոռու մարզում է, նույն վիճակը նաև Ալավերցիների, Վանաձորցիների մոտ է։ Գործազուրկ են մարդիկ, թող մնան շինարարներ աշխատեն, ձևը գտնենք, թող նույն թունելի վրա աշխատեն մարդիկ, այս վարկային ծրագիրը պետք է լուծի նաև սոցիալական հարց, աշխատատեղի հարց։ Եվ սրան նույնպես պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի ոչ թե այն ասում է, մեկ է տեսնում ես, չգիտես որտեղից գալիս են այդ տենդերները շահում են ու չգիտես ով է։ Ինչի՞ թող մեր ժողովուրդն անի, այս պարտքը մեր ժողովուրդն է տալուց։ Թող այդ եկամուտը ստանան տեղում, ոչ թե կան դերսից ստանան տանեն։ Սրան նույնպես մենք լրջագույնս ուշադրություն պետք է դարձնենք, որին ես ավելի մանրամասը հաջորդ վարկային ծրագրին կանդրադառնամ եւ ավելի մանրամասը կներկայացնեմ կաբելով մի տեղայնացված օրենքի հետ, որը ցավոք սրտի կառավարության համար դարձավ անընդունելի։